Եթե ձեր հարցն է, ես բացառում եմ արդյոք այն հավանականությունը, որ Փաշինյանը պայմանավորված լինի Ադրբեջանի հետ այս կամ այն մակարդակի էսկալացիա իրականացնել, որպեսզի դրանով վախեցնի հայ ժողովրդին, վարկյան անգամ չեմ բացառում։ Դա լրիվ իր ոճի մեջ է։ Ինքը մի անգամ արդեն Ալիևին խնդրել է ներքաղաքական խնդիրները կարգավորելու համար իր նվազեցնել սահմանային լարվածությունը, դրա արդյունքում Փառք Աստծո էլի հայ զինվորի կյանք է խնայվել, բայց ակնհայտ է, որ այդ ժամանակ հենց այդ ժամանակ է Փաշինյանը խոստումներ տվել։ Ես վերելակային եւ այլ ընտրամաբանությունների սիրահար չեմ, դավադրապաշտական տեսությունների չբացառելով դրանք, բայց ես դրանց սիրահար չեմ, բայց ակնհայտ պարզ տրամաբանություն է, եթե 18 թվականին ինքը Ալիևին ինչ-որ բան է խնդրել, այդ խնդրանքը կատարվել է։ Դրա դիմաց ինչ-որ առնվազն խոստում է, չէ՞ եղել, պարզ տրամաբանություն է։ Դե հո գեղեցիկ գլխարկի խաթեր չի արել։ Էս մեկ։ Վերջին հարցին պատասխանը։ Երկրորդ, գիտեք, ես որևէ պարագայում չեմ բացառում ցանկացած սցենար, որ ինքը համաձայնվի Փաշինյան։ Ցանկացած։ Առաջին հարցը նորից կկրկնեք։ Հայրենիք գտնելու մասով։ Ես չգիտեմ Փաշինյանը հայրենիք ման է եկել, թե չէ, մենք մեր հայրենիքը գիտենք։ Գիտենք, սիրում ենք, փայփայում ենք եւ փորձում ենք մաքրել իր նման քաղաքական լիակներից։ Ինչ հայրենիքը գտնելու մասին կարող է խոսք անգամ գնալ։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, ով հետևյալ տրամաբանությամբ է կառուցում պատերազմ չի լինելու եզրույթը։ Իր կարծիքով պատերազմ չի լինի, որովհետև ինքը ամեն ինչ պատրաստազի չի։ Շատ բարդ կլինի իմ եւ ձեր միջև կոնֆլիկտը, եթե ես հիմա ձեզանից ձեր բեյջը ուզեմ, դուք տաք, ձեր հեռախոսը ուզեմ տաք, ձեր մոտ եղած գումարը ուզեմ տաք, շատ բարդ կլինի։ Բայց Փաշինյանը, ուզում եմ ասել չի հասկանում, բայց շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը չի սահմանափակվելու ինչ-որ կետով։ Չի գալու ինչ-որ պահ, որ Ադրբեջանը ասի դե լավ, բավարար է։ Բոլոր այն մեր քաղաքացիները, որոնք 21 թվականին կամ 20 թվականին հավատում էին այդ մոտեցմանը, ես այդ մոտեցումը անվանել եմ բռնաբարվելիս չդիմադրել։ Ու հույս ունեին, խաբվել էին Փաշինյանի կողմից, որ լավ, այս պահանջները կատարելու պարագայում Ադրբեջանը այլևս պահանջներ չի ներկայացնի, դա այդպես չի։ Դա մենք հիմա տեսնում ենք։ Ադրբեջանը ինչ պահանջել է Փաշինյանը արել է։ Անխտիր ամեն ինչ։ Սահմանադրություն փոխել, ձևակերպումը իբր դա իր օրակարգն է, բայց փոխումը։ Մինսկի խմբի լուծարում ինչ որ հեքիաթ է պատմում, որ միաժամանակ կստորագրենք, վերջում ստորագրելու անենց ոնց որ Ադրբեջանը պահանջում է։ Հավանաբար ինչ որ շրջանակային կամ մեմորանդումային տրամաբանությամբ ստորագրություն կլինի Ադրբեջանի հետ, որ ինքը թղթով կանա մեր քաղաքացիներին խափի, ու միևնույն ժամանակ կստորագրեն Մինսկի խմբի լուծարման դիմումը, եթե իհարկե ինքը մինչև այդ իշխանության մնա։ Ցանկացած բան, ինչ Ադրբեջանը ուզել է, ինքը կատարում է, ու նոր անընդհատ նոր պահանջներ են գալիս։ Դրա համար ես շատ խնդրում եմ մեր քաղաքացիներին։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր 2021 թվականներին հավատացին ու խաբվեցին Փաշինյանի կողմից։ Այս 5 տարվա մեջ տեսանք, չէ՞ բոլորս, տեսանք, մեր մաշկի վրա զգացինք, որ Ադրբեջանի ախորժակը չի բավարարվելու։ Դրա համար խնդրում եմ, որպեսզի մեր վատագույն կանխատեսումները չիրականանան։ Պետք է քաղաքական դիակը մաքրել, որպեսզի այլևս գարշահոտություն չտարածի։ 24 News։
Պարոն Մամիջանյան, դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է եւ մեր մեղավորությունն է, որ նա միջև հիմա պաշտոնավարում է, ինչ է արվելու այս ուղղությամբ միջև ընտրություններ Փաշինյանին հեռացնելու հետ կապված։ Սերժ Սարգսյանը նշեց, որ կա կոնկրետ ծրագիր եւ Փաշինյանին հիմա հեռացնելու ճիշտ ժամանակն է։ Արդյոք քննարկումներ ունեցել եք Հայաստան խմբակցության հետ, իրենք արդյոք այս տեսակետին են թե ոչ, եւ նաեւ իմպիչմենտի Նիկոլ Փաշինյանը անվստահություն հայտնելու գործընթացի հետ կապված ձեր խմբակցությունից նշվեց, որ տեխնացու հնարավոր է դուք առաջադրեք, արդյոք տեխնացու առաջադրելու եք, թե ոչ, քննարկումներ կան։ Ես չգիտեմ, թե դուք որտեղից եք վերցրել մեր խմբակցության հայտարարություն, որ մենք կարող է տեխնացու առաջադրենք, այդպիսի բան պատիվ ունեմ խմբակցությունից որևէ մեկը չի հայտարարել երբեք։ Իրան Աբրահամյանն է ասել, որ քննարկումներ ընթանում են։ Քննարկումներ ընթանում են ու կառաջադրենք տեխնացուն, դրանք տարբեր նախադասություններ են։ Տեխնացուի շուրջ։ Կետարկետ գնանք։ Ես չեմ կարծում, որ ես պետք է Հայաստան դաշինքից, ոչ թե չեմ կարծում, այլ վստահ եմ, որ դա այդպես չէ, ճշտեմ իրենք կողմնակից են Փաշինյանին հեռացնելուն, թե չէ։ Ես վստահ եմ, որ նմանօրինակ հարց ես Հայաստան դաշինքի հետ քննարկելու չունեմ։ Ես իրանց դիրքորոշում այդ հարցում գիտեմ։ 1 2 նախագահ Սարգսյանի նշած ծրագրի հետ կապված դուք հարցնում եք դրա շուրջ տարվող աշխատանքների մասով, դրա շուրջ տարվող աշխատանքները սկսել են շատ ավելի վաղ, քան նախագահ Սարգսյանը առաջին անգամ դրա մասին խոսեց ծիծեռնակաբերդում եւ այդ աշխատանքները շարունակվում են։ Ինչի ենք մենք համարում, որ հիմա դրա լավագույն ժամանակն է, 1 որովհետեւ Փաշինյանի ռեյտինգը պատմական մինիմում վրա է ու շարունակելու է գահավիժել, շարունակի այդպիսի գրառումներ անել։ Ինչքան կարողանում ես արա։ Ինչքան կարողանում ես մարդկանց քո իրական դեմքը ցույց տուր։ Դա առաջին։ Երկրորդ, որովհետև Փաշինյանը այս պահին աշխարհակահաղական աջակցություն ունի իմ վերլուծությամբ բացառապես Թուրքիայից։ Երրորդ, որովհետև վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, որը անվանվում է impeachment մեր մամուլում, ենթադրում է միակն է ճանապարհներից, որը ենթադրում է 0 մասնակցություն Փաշինյանի կողմից, 0 կախվածություն Փաշինյանից։ Այսինքն դա ընտրություն չի, որը ինքը կազմակերպելու է իր բոլոր խախտումներով, դա արտահերթ ընտրություն չի, որը ինքը նշանակելու է, դա հրաժարական չի, որը պիտի իրան ժողովրդական ճնշման միջոցով ինքը տա կամ չտա։ Ինքը 0 մասնակցություն ունի այդ գործընթացին։ Այդ եւ մի 1000 հատ այլ պատճառներով մենք համարում ենք վարչապետին անվստահություն հայտնելու գործիքը ամենաիրատեսականը, ամենահավանականը այս պահին։ Տեխնացուի հետ կապված ես եւս մեկ անգամ մեջբերեմ մեր հայտարարությունը, մենք չենք առաջադրում այս պահին տեխնացու, որպեսզի առանց այդ էլ բարդ գործընթացը չծանրացնենք քաղաքական ամբիցիաներով, քաղաքական նկրտումներով։ Ու այդպես հանրապետականը վարվել է վերջին 7 տարիների ընթացքում ցանկացած քննարկման ժամանակ։ Չկա Հայաստանի ներքաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ, որը կարողանա գա ասի, այսինչ գործընթացը վիժեցվեց կամ այսինչ գործընթացի ընթացքում խնդիր առաջացավ, որովհետև հանրապետականը քաղաքական ամբիցիաներ կայացրեց։ Ես կարող եմ 10 քանի այդպիսի դեպք թվարկել, բնականաբար չեմ անի դեռ։ Ուստի կարծում եմ, որ ինչքան շատ ինքը այսպես շարունակի, այնքան ավելի հավանականությունը կբարձրանա անվստահություն գործիքի կիրառման։ Այդ թվում նաև այն պատճառով, որը ես մեջբերել էի մեր բրիֆինգի սկզբում։ Կարծում եք նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներին սա դեր կխաղա իրենց որոշման վրա։ Նորից գնանք։ Մենք շատ ենք խոսել սրա մասին։ Մենք մինչ օրս միշտ շարժվել ենք փողոցային պայքար, փողոցային կոնսոլիդացիա, որպես վերջնարդյունք անվստահություն հայտնելու գործընթաց դրա անվանությամբ բոլոր նախորդիվ շարժումների ընթացքում կա առաջարկ նախաձեռնողների կողմից հակառակ գնալ եւ որպեսզի անվստահության գործընթացը, այսպես կոչված impeachment-ի գործընթացը լինի այսպես կոչված trigger փողոցային լայն կոնսոլիդացիայի համար, ես որևէ դրամաբանական պատճառաբանություն դա չփորձելու չեմ տեսնում։
Իսկ թե ինչ վերաբերվում է ԿՊ-ական падգամավորներին, նորից եմ ասում, ինձ միևնույն է իրանցից յուրաքանչյուրը ինչ պատճառով կմիանա անվստահության գործընթացին։ Մեկը, որովհետև հայ առաքելական եկեղեցու հետևորդ է ու այսօր առավոտը պիտի որ շոկ ապրած լինի։ Մեկը կարող վախենում էր մինչև հիմա դրա մասին խոսել, բայց այն ժամանակ Արցախի կորստի հետ կապված, Արցախի հանձնման հետ կապված ունեցել է իր մտքերը, հույզերը, հիմա հաշվի առնելով Փաշինյանի գահավիժող ռեյտինգը այլևս չվախենա։ Մյուսը կարող է սոցիալական խնդիրներով տեսնի, որ մեր ազգաբնակչությունը պարզապես հարստահարվում է հարկերով, գույքահարկերով, աղբահանության վճարներով, եսիմինչերով ու դրա համար անի։ Մյուսին կարող է դուր չգա այն փաստը, որ սոցիալական անհավասարությունը, սահմանադրությանը հակասություն է մտցվում եւ մարդկանց առաջարկում են օրինական վճարով իրենց քաղաքացիական պարտքից, այսինքն բանակում ծառայելուց հրաժարվել, որ օրինակ Civic-ը եւ այլ որոշ լրատվականներ չգրեն, այո, ես չեմ ծառայել Հայաստանի Պետության զինված ուժերում, որտեղ գիտությունների տեխնացու եմ։ Ուստի ինձ մեկ է թե յուրաքանչյուրը ինչ շարժառիթ կունենա, ինչ դրդապատճառ կունենա, բայց ես կարող եմ երաշխավորել, որ հայրենասերները կապահովեն այն ԿՊ-ական падգամավորների անվտանգությունը, պաշտպանությունը, որոնք կփորձեն եւ կորոշեն անցնել պատմության ճիշտ կողմը։